Մի ծեր կին երիտասարդ որդի ունի, որը ծանր հիվանդ է, մահամերձ եւ անկողնում պարկած է։ Այս ծեր կին նաղոտ կանում, ասում է Տեր Աստված, եթե պիտի առնես իմ հոգին առ, տղաս թող ապրի։ Գիշերը հրեշտակը գալիս է հոգի առ, որպեսի հոգին տանի պարավի, ասում է եկել եմ հոգիդ տանելու։ Պարավն ասում է հիվանդը ես չեմ, հիվանդը հենա։ Դժվար է, բայց ամեն բան, որ պատմում են, մեջը ճշմարտություն կա, ճշմարտության հատիկ կա։ Այսինքն, Քրիստոսն ուզեց, որ մենք այդպես սիրենք։ Ինքը որտև այսպես սիրեց, եւ այդ սիրո օրինակը տվեց մեզ։ Ինքը հանուն մեր սիրո իրեն զոհաբերեց։ Եվ ավետարանն էս ասում ավելի մեծ սեր, քան մեկը պատրաստ լինի ինքն իրեն զոհաբերելու իր մերձավորների համար գոյություն չունի։ Այսինքն սիրո արտահայտությունը պիտի լինի զոհաբերվելը, զոհաբերվել զավակիդ համար, զոհաբերվել ծնողիդ համար, զոհաբերվել ամուսնուդ համար, կնոջդ համար, ընկերոջդ համար, ազգիդ համար, ժողովրդիդ համար, հայրենիքիդ համար, ում որ ասում ես սիրում եմ, պիտի պատրաստ լինես իր համար զոհաբերության։ Ինչ աստիճանի, մինչև իսկ կյանքդ պիտի տաս, էս է սերը։ Այս սիրո մասին է խոսում Աստված։ Հիմա մենք ասում ենք երբ պիտի գա Քրիստոս։ Քրիստոս որ այսօր գա, մեզ այս սիրո մեջ է գտնելու։ Երբեմն ասում են, բա ինչի Քրիստոս չի գալիս։ Ես էլ ասում եմ, լավ է որ չի գալիս, որ հիմա գա Քրիստոս, մենք դժոխքում կհայտնվում ենք, գոնե ժամանակ է տալիս, որ մենք այդ ժամանակը ճիշտ օգտագործենք։